Հիշում եմ, երբ որ Սինգապուրում էինք, իմ անգլիացի ընկերը, որ մեկ-մեկ նեղվում էր, որ ես այնց բարձենում էի, որ ես հայ եմ, ամենտեղ ծանոթ ունեմ, ամենտեղ կապեր ունեմ, եւ ինձ նայեց ու բարեկամաբար չարախնդաց, ասես դե հիմա տեսնենք Սինգապուրում որտեղից պիտի հայ ճարես։ Իբր աշխարհի ծայրն ենք եկել։ Ես էլ ջղայնացայի մեջ ասի լավ դու քո հալը հեսա կտեսնես։ Մտա Վիկիպեդիա գրեցի հայերը Սինգապուրում միանգամից բերեց հասցեն։ Եվ պատմությունը հետևյալն էր, որ գրեց Սինգապուրում առաջին քրիստոնեական եկեղեցին հիմնել են հայերը։ Ամենահին եկեղեցին հայկական եկեղեցին է, որը գտնվում է հայկական կոչվող փողոցի վրա։ Ահա։ Եվ ես կանչեցի տաքսին, առանց արդեն որևէ հասցե կոորդինատների, ուղղակի ասեցի տարեք ինձ հայկական եկեղեցից, ես մեծամտաբար ասեց հայկական եկեղեցի, որ հայկական փողոցում է գտնվում, ասեցի հենց այդ։ Եվ տարան, և անգլիացի ընկերոջ ասի կտեսնես դու քո հալը այսա։ Այդ օրը ժողով ունեինք, և ուշ եկա ժողովն, ասեց ուր էիր, ասի մերոնց հետ էի, ասեց ոնց ձերոնց հետ էիր, ասի այո, այստեղ կա հայկական եկեղեցի, առաջինը հայերն են հիմնել այդ եկեղեցին, և այդպես էլ եղավ, երբ որ գնացի, տեսա մի քանի հայեր եկեղեցու բակում կանգնած են իրանց համար, ես էլ նկարում եմ, մեկն էլ մոտեցավ, ասեց ախպեր հայ ես, ասի հա, ասեց արի խորոված ուտենք իրար հետ։ Եվ եկեղեցում ես խորոված կրետ, իմ անգլիացին կեր, ասեց ինչ էր ուշամ, ասում խորոված է ուտում, ում հետ, հայերի հետ։ Ասեց այ դուք հայերդ։ Բայց հայը հեչ, տիրոջ գետը, որտեղ գնում է կանաչություն է բերում։ Եվ սինգապուրցիները ինձ պատմեցին, ասացին մեր բնակչության մի մասը քրիստոնյա է, որտեղ առաջին ավետարանը, որ Սինգապուր են բերել, անգլիացիները չեն եղել, թեպետ Սինգապուրը Անգլիայի գաղութ է եղել, հայերն են բերել ավետարանը Սինգապուր։ Կարող են այսօր հայեր ավետարանը տանել նաև Իրան, Թուրքիա, Ռուսաստան եւ մյուս երկրներ,